Փոթորկված Ուկրաինան խաղաղված չի ուզում տեսնել հյուսիսատլանտյան դաշինքը։ Մոսկվայում մտավախություն ունեն, որ Եվրոպան ու ՆԱՏՕ-ն տապալելու են խաղաղության շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները ու դրդելու են Կիևին շարունակել պատերազմը։ Դաշինքը իր խամաճիկներին կառուցողական բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու ամենաաննշան ցանկություն անգամ ցույց չի տալիս։ Հակառակը, հյուսիսատլանտյան դաշինքը հակված է հակամարտության կրակի վրա յուղ լցնելու։ Առանց այդ էլ խախտվել են էներգետիկ օբյեկտներին չհարվածելու Թրամփ-Պուտին, Թրամփ-Զելենսկի պայմանավորվածությունները։ Կիևն ու Մոսկվան շարունակ իրար են մեղադրում էներգետիկ ենթակառուցվածքները կրակի տակ պահելու համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևը այսօր 4 անգամ թիրախավորել է Կուրսկի, Ռոստովի ու Զապորոժիեի իրենց էներգետիկ օբյեկտները։ 158 ուկրաինական անօդաչու է գրոհել Ռուսաստանի ուղղությամբ։ Ռոստովում խոցված անօդաչուի բեկորներից բազմաբնակարան շենք է վնասվել, բնակիչները տարհանվել են։ Վատ են Զելենսկիի բանակի գործերը ռազմաճակատում։ Ուկրաինայի զինուժի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ ռուսական զորքը ճեղքել է պաշտպանությունը Լուգանսկում, Տորսկոեից հյուսիս-արևելք։ Իրավիճակը հնարավոր է ավելի վատանա, քանի որ Միացյալ Նահանգները պատրաստվում է կրճատել Կիևին տրամադրվող ռազմական օգնության ծավալը։ Պատճառն այն է, որ Ուկրաինան չի համաձայնել հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի վերջին տարբերակին, որն առաջարկել է Թրամփը։ Զելենսկիի գործերը լավ չեն։ Ուկրաինայի նախագահին ոչ միայն օգնության կրճատումն է անհանգստացնում, այլև ռուսներին աջակցողների բանակը։ Նա մի տեսանյութ է հրապարակել, որում չինացի զինվորներ են երևում։ Զելենսկին վստահեցնում է, թե Դոնեցկի մարզում են իր զինվորները 2 չինացիներին գերի վերցրել, ու թե նրանք կռվելիս են եղել ռուսների կողմից։ Ուկրաինայի նախագահի պնդմամբ Չինաստանը դարձել է 3-րդ երկիրը Իրանից ու Հյուսիսային Կորեայից հետո, որի զորքը սատարում է Ռուսաստանին։ Չինաստանի արտգործնախարարությունը հերքել է մեղադրանքը։ Չինաստանի կառավարությունը միշտ պահանջել է իր քաղաքացիներից հեռու մնալ զինված հակամարտության գոտուց, խուսափել ցանկացած մասնակցությունից։ Զելենսկին ավելի վաղ հանձնարարել էր արտգործնախարարությանը և պաշտպանության նախարարությանը անհապաղ կապ հաստատել պաշտոնական Պեկինի հետ և պարզաբանումներ պահանջել։ Նա հույս ունի, որ Վաշինգտոնն այս հարցը կքննարկի նախ և առաջ ուկրաինական, ոչ թե ռուսական կողմի հետ։ Վաշինգտոնը արձագանքել է, անհանգստացած է տեղեկությունից, թե չինացիներ են կռվում ուկրաինական պատերազմում։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։